Արցախի էջը փորձում է փակել, դրան հակառակը մենք ասում ենք հետևյալը, կարճ ասեմ, որովհետև բազմաթիվ անգամ անդրադարձել ենք դրան։ Առաջինը, որ հակամարտությունը չի ավարտվել, Ադրբեջանը բռնագաղթեցնելով հանցագործություն է կատարել, ցեղասպանություն Արցախի ժողովրդի նկատմամբ եւ ինքը միջազգային դատարաններում պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Արցախի հանրապետության սուբյեկտայնությունը պետք է պահպանել նրա ինստիտուտներով, կառավարման ամբողջ համակարգով, որպեսզի Արցախի ժողովրդի կարգավիճակի հետ վերադարձի անվտանգության եւ մնացած բոլոր պայմանները ժողովրդին հավաքական պահելու, հավաքական հետ վերադարձնելու խնդիրը լուծվի եւ երրորդը այս իրականության մեջ բանակցային գործընթացը գործող ձևաչափով Մինսկի համանախագահության ձևաչափով այլընտրանք չունեն։ Գիտեք, երբ որ խոսում են Մինսկի, երբ որ ինքը ասում է Ղարաբաղյան շարժումը ավարտված է, հիմա Ղարաբաղյան շարժում չկա, պարզապես պետք է Ղարաբաղի ժողովրդի, Ղարաբաղի Արցախի հանրապետության կարգավիճակի համար, քանի այս վերքերը թարմ են, որովհետև հապաղելը այստեղ նման է հանցագործության, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունները փակում են դա եւ փակել Մինսկի համանախագահությունը, հավանություն տալ, որ Մինսկի համանախագահությունն այլևս գոյություն չունի, դա նշանակում է Արցախի ժողովրդի եւ Արցախի Հանրապետության այսպես ծննդականը եւ նրա ամբողջ իրավական գործընթացը փակել, որ հանցագործության նման մի բան է։ Պարոն Օհանյան, երբ որ դուք ասում եք կրակոցներով նաև որոշ բաներ են փորձում, այսինքն պարտադրանքին ուղղված գործողություններ են Բաքվից, այսինքն փորձում են պարտադրել, որ Հայաստան արագացնի իրենց այդ նախապայմանների կատարումը այս տարբերակով, խոսքը սահմանադրությունը փոխելու Իհարկե, դա նաև ազդեցություն է Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա, առավել եւս, որ նրանց ներկայացուցիչները ասում են, որ Ադրբեջանը խաղաղության գործընթացում անսահմանափակ ժամանակ չունի, այսինքն նախապայմաններից մեկը դա սահմանադրական փոփոխություններն են, Մինսկի համանախագահության, այսպես լուծարումն է, բայց նորից եմ ասում, կգա այդ ժամանակը Ադրբեջանը նոր այսպես պահանջներ կներկայացնի Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Նման արդյունքում է որոշումներ ընդունում, այսինքն ճիշտ չի որոշում այն առաջնահերթությունները, որոնք որ ծառացած են, եւ այս քաղաքական գործընթացները, այս անձեռմխելիության պահանջները, դատավարությունները, դրանք բոլորը շեղում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին իրական զարգացումներից։ Մանավանդ, երբ որ ինքը բերում է իրական ոչ իրական, այսպես այդ խոսույթը Հայաստանի Հանրապետության, այսպես մեր ժողովրդի դատին է դա ներկայացում, ինչ է նշանակում իրական ոչ իրական, պատմական կամ իրական Հայաստան։ Մենք մեր պատմությանը հավատարիմ ենք, բայց միշտ գործել ենք իրական իրավիճակի գնահատումով եւ դրա համար է, որ մենք կարողացել ենք հասնել հաջողությունների, բայց շատ ավելի վատ բան է, երբ որ երկրի ղեկավարը գտնում է անհավասարակշիռ վիճակում եւ անհավասարակշիռ վիճակն է, որ բերում է այդ ջղաձգումների, անհավասարակշիռ վիճակն է, որ բերում է նաեւ նրանց թիմի մեջ պառակտումների, որ նաեւ բարոյական գնահատական է տալիս դրան։ Այսինքն անհավասարակշիռ վիճակում գտնվող երկրի ղեկավարը ո՞նց կարող է նորմալ որոշումներ ընդունել։ Եվ դրա մասին է չէ խոսում այն իր կողմից արտահայտած այն բաները, որ փոխանակ նախկինում, Արցախյան հարցում, անվտանգության խնդիրների հետ կապված խնդիրներում ճիշտ որոշումներ ընդունի, ինքն է չէ ասել, որ ես մեկ-մեկ ինձ գժի տեղ եմ դնում, որ անցնի, մեկ-մեկ փաստաթղթեր եմ բերում, ես չեմ էլ նայում այդ փաստաթղթերը, հենց այնպես ստորագրում եմ, որ գնա։ Դա է պատճառը նաև այն բանի, որ 2019 թվականին ներկայացրել են Արցախյան հարցի լուծման հստակ քայլեր, ինքը ծալել մի կողմ է դրել եւ այդ ամենը բերել է նրան, որ երկիրը քաշվել է պատերազմի։ Այսինքն եւ պլյուս դրան մեր երկրի ղեկավարը, որը որ պատասխանատու է նաև մեր ռազմավարական կամքի,
մեր հավաքական նպատակների ժողովրդին համախմբելու այդպիսի խոսույթով ինքը օրինակ չի հանդիսանում, ինքը շատ շուտ, շատ արագ պետք է հեռանա, դուք բան եք ասում։ Խուսափելու հետ կապված, ինքը ներկայացնում, եթե չեն գալիս բանավեճին, շնորհակալ եմ խուսափեն եւ փաստեր չունեն, դրա համար են չեն ցանկանում եւ բանավեճելու փոխարեն հարցները բաժանորդել են հետո։ Տեսեք, ծիծաղելու աստիճանի է հասնում այն, որ ինքը ներկայացնում է։ Դուք հիմա կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է բանակցել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ հենց Արցախյան հարցի բանավիճելու այդտեղ խնդիր չկա։ Բազմաթիվ անգամ նախագահներն ասել են՝ դու ներկայացրու այն բոլոր փաստաթղթերը, որոնց հիմքում եղել է Արցախյան ամբողջ գործընթացի բանակցությունների ընդհանուր միտքը, Արցախի ինքնորոշման գաղափարը, որ արտահայտված է եղել տարբեր փաստաթղթերում, ես դրան նորից չանդրադառնամ։ Ինքն է եկել եւ ուղակի տապալել, ուղակի քայքայել, ոչնչացնել բանակցային այն ամբողջ ներուժը, որ տարիների ընթացքում հավաքվել է։ Հիմա տեսեք, ինքը ասում էր, որ եթե այդպես է, թող իրենք անեին, եթե այդպես է, թող լուծեին Արցախի հարցը։ Գիտեք, ինքնորոշման գաղափարը, որը նաև զուգորդվում է տարածքային ամբողջականության եւ նաև ուժի չկիրառման մեջ, բազմաթիվ անգամ նաև դրա մասին ասվել է, որ Արցախի հանրապետության ինքնորոշումը որևիցե մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, որովհետեւ Արցախի հանրապետությունը ինքնորոշվել է այնպես, ինչպես Ադրբեջանի հանրապետությունը խորհրդային միության փլուզման եւ խորհրդային միության օրենքների շրջանակներում։ Հիմա ինքը, երբ որ ինքը ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, վերցրել է մի ծանրաձող, այդ ծանրաձողը գցել է իր ոտքին եւ դա իր մեջ իրավական տարեր է պարունակում, առերևույթ հանցագործության տարեր, հիմա փորձում է այդ ամենը շեղել ուրիշների նկատմամբ, այդտեղ բանավիճելու բան չկա, թող փաստաթղթերը հերթականությամբ արտգործնախարարությունը եւ նրա գործավարությունը այսօր իրենց ձեռքին են, թող հայտարարեն։